Սովետի դեմ, KGB-ի դեմ, թուրքական OMON-ի դեմ պարապելուց մենք պարապում էինք իրականում, ոչ թե պատերազմում էինք, պայքարում էինք, բայց պատերազմ չէր, որովհետև գրեթե ոչ մեկ չէր ուզում մեկը մյուսին սպաներ։ Գոնե մինչև 92 թվականի, ասենք, մայիս, գոնե մինչև այդ։ Ոչ մեկին սպանել չէր ուզում։ Ուզում էր քշեր, եթե հնարավոր է պատանտ վերցներ, պատանտին հնարավոր էր փոխել, ասենք, մի քանի կանիստր բենզինի հետ կամ մի քանի պարկ ցորենի հետ։ Սպանելը դա ոստիկանության քննիչ դատախազություն երկու կողմից գալ էր նշանակում։ Դա նշանակում է, եթե դու այդ պոստը վեկալել ես, բայց մարդ է սպանվել, ասենք, թուրք է սպանվել, այդ պոստը հաշվի դու չես գրավել, որովհետև հեսա կգան ռուսական ներքին զորքերը, սովետական, այս կողմից միլիցիա, դատախազություն KGB, այն կողմից թուրքական բանը, ոչմ կգան այս պոստը կապականեն ու հարցա։ Հետո դու կլնես այդ առաջի բարձրացողը, թե ասենք սկզբից թուրքական միլիցիոներ կլինի, իսկ հետո ասենք թուրքական բաշի բուզուկ։ Կարճ ասած, սպանելը երբեք խնդիր չէր դրվում, էլի ասենք։ Ավելի շատ խնդիրները դրվում էր ավելի լավ հենակետեր վերցնել, մեկ էլ պաշտպանել։ Մեր մասին եք ասում սպանելը խնդիր չէր դրվում։ Թուրքերն էլ հաճախ թուրքերն էլ, որովհետև իրանց համար էլ էր պրոբլեմ, ասենք բաշի բուզուկների մի ջոկատ էր գալի, խոսքի օրինակ, եւ ինքը միտեղ տեղակայվում էր, սահման էր հելնում աջակցելու ոստիկանությանը, միլիցեքին իրանց, բայց եթե հանգարց հայ սպանեին, այդտեղ մեջտեղ էր գալի դատախազություն, սովետական ներքին զորքեր, բան ու կարողանեն ցլնի այս անգամ գոնե նկատեին, որ ինքն է սպանել։ Սպանելու թույլտվություններ պիտի տային, էլի։ Այո, իսկ այդ թույլտվությունը չէին տալի։ Սուտ է, էլի, որ տվել են այդ թույլտվությունները, թուրքերը վայրագություն են արել Մոսկվայից կառավարությունից, եսի ինչ ստանալով։ Իրանք թույլտվությունը սկսեցին ստանալ այն վաղ, երբ որ ռուսական տարբեր ստորաբաժանումների հրամանատարներ, սովետական, սկսեցին հասկանալ, որ սովետը բանն է ալնում պայծի, էլի, բրծնում է։ Եվ այդ ժամանակ սկսեցին փողով կամ իրենց ստորաբաժանումները արենդա տալ կամ իրենց զրահտեխնիկան։ Դες բաներ եղել է։ Նույն Իվանյան ազատագրելու ժամանակ, օդանավակայանի այդ օպերացիայի ժամանակ 27 կարծեմ տանկ է եկել 23-րդ դիվիզիայից թուրքերին օգնելու, որ ճեղքեն դուրս գան, ասենք, դեպի օդանավակայան։ Խոջալույից օդանավակայան, Իվանյանից օդանավակայան։ Իվանյանի օդանավակայան Աղդամից, որ ճաղեին ասկերանը գրավելով գային հասնեին օդանավակայան եւ Իվանյան ավանի թուրք բնակիչներին օգնել։ Տանկերը եկել էին Իվանյան, Աղդամ էին եկել եւ չէին մոտեցել սահմանին, այնտեղ մի քանի հատ տանկ ջոկատի իրանց ջոկատներից մեկի հրամանատարը մի քանի հատ ոնց որ ռեկետ տանում է իր մոտ, հետո իրան որ բռնում են մի երկու հատ տանկ հայտնաբերում են իր սեփական հողամասում պահած, ասած բաներ։ Այդ թուրք, այդ ջոկատի հրամանատարը չեմ հիշում անունը, Սատանեն իր այդ են։ Ինչքան գիտեմ Բերդում մահացել է։ Կարճ ասած, այդ բուդեյկինը, այդ հրամանատարը, այդ դիվիզիայի փողով եկել էր ծախելով խլին, ասում են խլին, իսկ կարող է հաշվի առնելով, որ ինքը այդ մնացած տանկերը հետ չտարա, ոչ է փորձեց բանանի, երբ չէ սրուտ տվել եմ, ծախել եմ, ես խլեցի չեն տվել, այդ մի քանի հատ տանկն է բան արել եւ այն 20, կարծեմ 20 թե 21 տանկ հետ է գնացել։ Ինչքանի փողը տվել են, այդքան թողել է, ինչքանի փողը չեն տվել, հետաքրքիր տարել։ Դրանից հետո մի քանի ամիս հետո հենց այդ նույն դիվիզիայի 3 գումարտակ, որը հաշվի մի գունդ է, մասնակցել է Շաումյանի եւ Մարտակերտի եւ Ասքերանի Նախիջևանիկով բանով գրոհին։ Ոնց մի լայն ֆրոնտով։ Իհարկե մենակ այդ գունդը չէր, նաեւ դեսանտային պարաշուտադեսանտային 104-րդ դիվիզիայի
ասենք դեսանտային դիվիզիայի բաններ, մի պոլկից մի քիչ առանձին գումարտակ, որի հրամանատարը գեներալ Շամանովն էր իդեպ։ Հա, այդ էլ հետները դա արդեն քիչ չէր ու պլյուս բանում գերան բանում կայարանում իրանք 5000 Սուրետ Գուսեյնովի զինյալներից էին պատրաստել մոտավորապես մի կես տարի մարզել են 5000 էլ այդ հաշվի առնելով որ այդ ճակատում իրանց դեմ կանգնած էր մոտավորապես 2000 հոգի մարդ գրողների թիվը եղել է մոտ 7000 այդ հատվածում բայց տեխնիկայով, զրահատեխնիկայով, արտիլերիայով, բանով իսկ մենք այդ ամեն ինչը չենք ունեցել, այն թուրքերի խնդալու բնդումները, որ 366 գնդի տեխնիկա, այդտեղ մի հատ տանկ նմուշի համար չի եղել, այդտեղ եղել են մենակ բանը զրահապատ մարդատար մեքենաներ, ու վերջ, այսօր այս տեխնիկա չի եղել։ Ու ինչ եղավ։ Այդ ամեն ինչը, ասենք, Իվանյան օպերացիայի ժամանակ մի գումարտակ զրահատեխնիկա մեզ փայ հասավ, գումարտակի հրամանատարը Սեյրանը միջալյուց բանա։ Փառք ու պատիվ իրան։ Փառք ու պատիվ իրան իհարկե, ու ոչ միայն է դրա համար, այլ նաև դրա համար։ Ուրանալ պետք չի, մանավանդ քաղաքական այդ կապիկությունների պատճառով ոչ մեկի գործը ուրանալ չի կարել, էլի ասենք։ Կապիկություն համարում եմ ցանկացած 90-ականների պատերազմի ժամանակ ռազմական բալանսը էսի ինչ է եղել։ Միշտ էլ մենք թույլ ենք եղել, միշտ էլ տկար ենք։ Բայց կարացել ենք ծեծենք։ Բայց մենք գաղափարական ենք եղել ու մենք ուզում ենք հաղթենք, մենք գնում ենք։ Կարացել ենք ծեծենք, որովհետև մենք նույն քանի տարի պարապել ենք։ Մի քանի տարի փոքրաթիվ ջոկատներով, որ ասում են ազգը ոտի է լավ բան սուտա։ Փոքրաթիվ ջոկատներով մշտապես պարապել ենք այդ այնց ռուսների հետ բռնոցի, սպանոցի խաղալով, ու ձերբակալոցի խաղալով։ Իսկ հետո երբ որ սպանոցին ա սկսում, ռուսական բանակը, ասենք, քանի օգնում էր իրանց, մոտավորապես մինչև սեպտեմբեր։ Հա, իդեպ, այդ որ թվարկեցիք, ես հիմա ռուսաֆոբի տպավորություն կարող թողեմ, բայց ես ընդհանրապես ոչ մի բանաֆոբ չեմ, էլի։ Ես ինտերնետում բաց աղբյուրներում կա Վազգենի ու Շահեն Մեղելյանի հեռախոսային խոսակցությունը, եթե չեմ սխալվում, կայաց օպերացիայի շրջանակներում ռուսների, Այդ իմ նկարագրածից մի տարի։ Ու ուղղակի մեր հետևորդներին ուղղակի ասենք, որ նայն թե ոնց էր խոսում Վազգենը, հանգիստ, հավասարակշռված, պահելով, դուխտալով, տեր կանգնելով, ու իմանալով, որ ասեն այն նույն Վազգենը, որը որ հետո Գրաչովի հետ համապատասխան գործակների մեջ կմտներ։ Դրանից մի տարի հետո Գրաչովը մեր դեմ աշխատել։ Կարա լինի։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մենակ հիմարն է մշտական թշնամի մեկի մեջ տեսնում։ Բնականաբար վերջում ես գիծը գնում ես առաջ, այդ ժամանակ լիքը մարդկանց հետ դու կարաս եւ ընկերություն անես եւ թշնամություն անես, կամ մշտական շահ, մշտական շահ ու ազգի շահ։ Եվ չի խանգարում, ասենք, ես մի հատ շատ լավ օրինակ ունեմ, ոնց կարելի է հաղթել Բրյուս Լիի ազգի ու պետության շահը, որը որ ես շատ չեմ սիրում հակադրել իրան։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։